Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ, այսօր մենք կխոսենք Իրան-Իսրայել ռազմական հակամարտությունից, իսկ իմ հյուրը արևելագետ միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանն է։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալ ենք շատ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Ամենասկզբից Իրան-Իսրայել տարիներ շարունակ ձգձգվող հակամարտությունը ռազմական բախումների է վերածվել, որքան էլ որ կողմերը ձգտում էին այսպես ամեն ինչ դիվանագիտական ճանապարհով հարցին լուծում տալ, այսպես ընթացքը փոխվեց։ Ինչ է տեղի ունենում այս օրերին Իրան-Իսրայել ռազմաճակատում։ Այս պահին ինչպես տեսնում ենք բոլորս, Իրանն ու Իսրայելը շարունակում են ռմբակոծել միմյանց, եւ ամբողջ խնդիրը նրանում է, որ Իսրայելը դիտարկում է Իրանը որպես էգզիստենցիալ վտանգ իր պետության գոյության համար։ Իրանի պարագայում իհարկե այդպիսի վտանգ չկա, չնայած որ Իրանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ խոսում են նրա մասին, որ Իսրայելը օկուպացրել է Երուսաղեմը, օկուպացրել է Պաղեստինի տարածքները եւ վաղ թե ուշ պետք է ճանաչվի Պաղեստինի անկախությունը եւ ապահովի անվտանգությունը պաղեստինցի ժողովրդի, որ իրենք հնարավորություն ունենան ապրել իրենց սեփական հայրենիքում։ Այսինքն այս խնդիրը ավելի շատ ոչ թե պատերազմ է հանուն տարածքների, հանուն ռեսուրսների, այլ սա ավելի շատ գաղափարական պատերազմ է եւ ուղիղ արճակատում չի երկու պետությունների միջեւ, որովհետեւ պետությունները չունեն սահմաններ այս պարագայում, ինչպեսին է օրինակ Ուկրաինա-ռուսական պատերազմում կամ այլ պատերազմներում, այստեղ այդ ուղիղ սահմանը չկա, դրա պատերազմի մի փոքր այլ տեսանկյունից ենք մենք ամեն ինչը դիտարկում։ Պետք է նաև խոսել տեղեկատվական պատերազմի մասին, որը տեղի ունենում երկու պետությունների միջև, ակտիվորեն մեդիան է կիրառվում, ակտիվորեն հակերների կողմից տարբեր հարձակումներ են տեղի ունենում, այսինքն տեղեկատվական պատերազմում կողմերը փորձում են հաղթանակի հասնել, չնայած այս պարագայում դժվար է ասել, թե ում մոտ է ավելի շատ հաջողվում դա իրականացնել, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ արդեն մեկ շաբաթ է շարունակվում են երկու բախումները, երկու պետությունները շարունակում են ռմբակոծել միմյանց, ինչպես կավարտվի այս ամեն ինչը, այս պարագայում դժվար է կանխատեսել, անկանխատեսելի իրավիճակ է ստեղծվել, եթե այս պատերազմում Իսրայելին հաջողվի ներքաշել նաև այլ պետություններին, խոսք առաջին հերթին գնում է Միացյալ Նահանգների մասին, ապա մենք արդեն ստիպված կլինենք դիտարկել սա ոչ թե Իսրայել-Իրան բախում, այլ լայնածավալ պատերազմի կարող է ձևափոխվել սա ամեն ինչը ավելի վտանգավոր կդառնա տարածաշրջանի անվտանգության համար, այդ թվում նաև մեզ համար, Հարավային Կովկասի անվտանգության համար եւ կարող է բերել անսպասելի իրադարձությանը ամբողջ տարածաշրջանի համար։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ սա գաղափարական պատերազմ է, գաղափարական պատերազմների դեպքում բնականաբար ելքերը դժվար է կանխատեսելը, լուծումը եւս դժվար է կանխատեսելը։ Վերջերս նաև Ամերիկան խոսում է, որ պետք է կապիտուլացվի Իրանը։ Ինչի մասին է խոսքը, արդյոք դա հնարավոր է այս դեպքում։ Խիստ կասկածելի է ինձ համար, որ Իրանը կարող է ենթարկվել կապիտուլյացիայի, որովհետև Իրանը փոքրիկ պետություն չի, նախ Իրանը տիրապետում է այնպիսի ռեսուրսների, որ ունակ է ինքնուրույն պաշտպանել իր անվտանգությունը եւ ընդհանուր միջև եթե երկարատև պատերազմի սա հանգեցնի, ապա Իրանը հնարավորություններ ունի իր անվտանգությունը ապահովել, սա առաջինը։ Երկրորդը դժվար է պատկերացնել, որ կարող են Իսրայելը կամ Միացյալ Նահանգները ռազմական գործողություններ սկսել հենց բուն Իրանի տարածքում, որպեսզի հասնեն Իրանի կապիտուլյացիային, սա էլ դժվար է թվում, որ հնարավոր է իրականացնել ստեղծված իրավիճակում, եւ երրորդը, ինչը եւս շատ կարեւոր է, Իրանը միայնակ չի այս գաղափարական պատերազմում, Իրանի հետևում կանգնած է նույն Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, ինչ որ չափով նաև Հնդկաստանը, մի շարք այլ պետություններ, որոնք եւս դատապարտեցին Իսրայելի կողմից այդ հարձակումները առաջին օրը, սա նշանակում է, որ եթե այս պատերազմը տանի դեպի այդ լայնածավալ պատերազմի, ապա Իրանին կարող են օժանդակել եւ օգնել այն պետությունները, որոնք ես նշեցի։ Ամերիկայի միջամտության մասին նշեցիք, բայց տարօրինակ հայտարարություններ է մեկը մյուսին հակասող անում Թրամփը, մեկ ասում է մենք ուղիղ մասնակցություն ունենք, մեկ ասում է կմասնակցենք,
մեկ ասում է մենք կսպասենք դիտորդի դերում թե ով ում ինչքան կհարվածի, ինչ կասեք այս մասով, ինչու է Ամերիկան նման դիրքորոշում բռնում։ Ուրեմն մի քանի օր առաջ ես տեսանյութ եմ դիտել, որը հավանաբար պատրաստվել էր իրանցիների կողմից, fake տեսանյութ է, որտեղ Տրամպը վիճում է ինքն իրեն հետ, այսինքն երկու Տրամփ են վիճում են միմյանց հետ Իրանի վերաբերյալ թե ինչպիսի գործողություններ պետք է իրականացնել։ Սա ես կարծում եմ շատ ցուցիչ է եւ իրականում հենց ներկայացնում է այսօրվա Միացյալ Նահանգների իշխանությունների դիրքորոշումը ոչ միայն Իրանի վերաբերյալ, այլ ընդհանուր է գլոբալ իրավությունների վերաբերյալ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ անհասկանալի քաղաքականություն է վարում Տրամփի ադմինիստրացիան, մեկ մի հայտարարություն է անում, հաջորդ օրը այլ հայտարարություն է անում, գուցե հենց նույն օրվա ընթացքում մի քանի տարբեր հայտարարություններ կանի, որը մեկը մյուսին հակասում է, եւ սա է այսօրվա Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, այսինքն իրենց ղեկավարությունը այսօր գտնվում է մի մարդու ձեռքին, որը անհասկանալի sense քաղաքականություն է վարում, որովհետև ոչ փորձ ունի այդ քաղաքական սա իր երկրորդ արդեն փորձն է որպես նախագահ, բայց այնուամենայնիվ ինքը փորձում է այն ունակությունները, որ ինքը ունի բիզնեսում, կիրառել նաև քաղաքականության մեջ, ինչը մենք տեսնում ենք, որ դեռևս չի ստացվում։ Այդ շանտաժի մեխանիզմները, վախի մթնոլորտ ստեղծելը, կոմպրոմատներ իբրև ունենալը եւ դրանով փորձել ճնշում իրականացնել, այս ամեն ինչը քաղաքականության մեջ գուցե ինչ որ հարցերում աշխատում է, բայց ստեղծված պարագայում մենք տեսնում ենք, որ կոնկրետ այս հարցերում դա չի աշխատում։ Դրա համար անհասկանալի է քաղաքականությունը եւս դժվար է կանխատեսել, թե ինչի է ունակ այսօր Տրամփի ադմինիստրացիան։ Ես չեմ բացառում, որ կարող են միանալ Իսրայելին եւ օդային հարված հասնել Իրանին։ Սա բավականին հնարավոր սցենար է, բայց այնուամենայնիվ մենք պետք է հաշվարկները հետագա նաեւ դիտարկենք, որ եթե Միացյալ Նահանգները դիմեն նման քայլի, ապա հավանաբար արձագանք կլինի Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից, որոնք թույլ չեն տա, որ Իրանը մենակ հայտնվի այս պատերազմում եւ պարակտեն կամ Իրանը ներսից փորձեն քաղաքացիական ինչ որ պատերազմի մթնոլորտ ստեղծել կամ Իրանը վերածեն նոր Իրաքի կամ Սիրիայի, ինչով թույլատնում են դիրքերը Իրանի տարածաշրջանում, իսկ եթե Իրանի դիրքերը տարածաշրջանում թուլանան, ապա ստացվում է, որ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, ովքեր միասնական Իրանի հետ միասին փորձում են նոր այս աշխարհակարգը ձևավորել, որը ավելի արդար աշխարհակարգ պետք է լինի, իրենց դիրքերը կթուլանան գլոբալ առումով, եւ սա իրենց համար իհարկե անթույլատրելի սցենար է։ Միջուկային այսպես զենքի ուղղությամբ են տանում, որ պետք է միջուկային զենք չունենա, չնայած որ եթե չեմ սխալվում ԱՄՆ հետախուզական տվյալները վերջերս նշեցին, որ իսկապես միջուկային զենք Իրանը չունի, Իրանն էլ բնականաբար արդարացի պահանջ է տնում, ասում է ես իրավունք ունեմ միջուկային էներգիա արտադրելու։ Ինչու է Իսրայելը ցանկանում այսպես ասած տարածաշրջանում մենաշնորհը իր ձեռքը վերցնել միջուկայինի հետ կապված եւ չթողնել, որ որևէ մեկ այլ պետություն փորձի զարգանալ եւ այդ ուղղությամբ նաեւ։ Տեսեք, շատ ճիշտ դուք նշեցիք, որ անգամ Միացյալ Նահանգների հետախուզության մարմինն է նման հայտարարություն արել, որ Իրանը մոտակա տարիների ընթացքում չուներ ոչ նկարտումներ, ոչ էլ հնարավորություն ուներ միջուկային զենք ստեղծելու համար։ Սա փաստ է։ Երկրորդը քիչ առաջ մեր եթերից առաջ ես ծանոթացա ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարի նաև Գրոսի հայտարարությանը, որ միջև հարված հասցնելը Իսրայելի կողմից հունիսի 13-ը Իրանը չուներ եւ մտադիր չէր ստեղծել միջուկային զենք։ Սա երկրորդ արդեն միջազգային կառույցի կողմից հայտարարությունն է եւ ինքն Իրանի ղեկավարությունը մասին խոսում։ Ի վերջո իրենք ընդունել են օրենքի ձևով, որը ավելի շատ կրոնական օրենք է, արգելք, որը թույլ չի տալիս, որ Իրանը ունենա միջուկային զենք։ Այսինքն Իրանի համար, որը այսօր հանդիսանում է որպես իսլամական պետություն, որի ղեկավարության մեջ մեծ ազդեցություն ունի այդ կրոնական ֆակտորը, այատոլլայի կողմից այդ ֆակտորը, եթե իրենց կողմից հայտարարությունն է որպես օրենքի ձևով ընդունված, որը արգելում է միջուկային զենք ունենալ, մենք չենք կարող պատկերացնել մի իրավիճակ, որտեղ քաղաքական իշխանությունը ուշադրություն չի դարձնի, հա, եւ ուղղակի ինքնուրույն կգնա կստեղծի այդ միջուկային զենքը։ Դա անհնար էր, այսինքն Իրանը այդ ցանկությունը չուներ միջուկային զենք ստեղծելու, բայց Իրանը ունի հնարավորություններ, ունի ցանկություն եւ ունի իրավունք նաեւ որպեսզի զարգացնի իր ատոմակային ծրագրերը, այսինքն ստեղծի ատոմակայաններ նոր էներգիա համար դա օգտագործի, էներգետիկ անվտանգության համար իր օգտագործի
բժշկությունը զարգացնելու համար դա օգտագործի, այսինքն խաղաղ ատոմակային ծրագիր էր մշակում Իրանը, որի իրավունքը լիարժեք ինքը ունի, բայց ինչու է Իսրայելի համար սա դիտարկում որպես վտանգ։ Տեսեք, իրականում այդ ատոմակայանի այդ ծրագրերը, ինչը վերաբերում է միջուկային զենքին, դա որպես պատճառ էր, որպեսզի սկսել է այս գործընթացները։ Իրական նպատակը Իսրայելի նրանում է, որ թույլատնել Իրանը, որ Իրանը չհանդիսանա որպես գործոն մերձավոր արևելքի տարածաշրջանում, որովհետև Իրանը ունի հնարավորություններ միացնել տարբեր ուժերի, միասնություն ապահովել տարբեր ուժերի միջև, սկսած Լիբանանից, Սիրիայում որոշ կազմակերպություններ կան, Իրաքում կան, Եմենում կան, նույն Պաղեստինում կան, եթե իրեն հաջողվի միացնել այդ ներուժը, ապա այդ ներուժը կարող է օգտագործվել Իսրայելի դեմ։ Սրանից է վախում Իսրայելի իշխանությունը, որ Իրանը որպես գործոն հանդիսանալով տարածաշրջանում կարող է իր ռեսուրսները օգտագործի Իսրայելի դեմ։ Դրա համար Իսրայելը հետաքրքրված է, որ Իրանը ներսից պարակտված լինի, որ Իրանը թուլանա, որ Իրանը մտածի ավելի շատ իր ներքաղաքական իրավիճակի մասին, այլ ոչ թե տարածաշրջանում տեղի ունեցող իրավիճակի մասին։ Գլխավոր նպատակը Իսրայելի է հարվածներ հասցնելը, տարբեր այլ պետություններին փորձերը ներքաշել այս պատերազմի մեջ կայանում է հենց դրանում, թույլատնել Իրանը կամ կոպիտ ասած Իրանը դարձնել նոր Սիրիա կամ նոր Իրաք, որը պարակտված կլինի ներսից, քաղաքացիական պատերազմ կլինի Իրանում եւ Իրանը պարզապես ոչ հնարավորություն կունենա, ոչ էլ ցանկություն զբաղվել տարածաշրջանում տեղի ունեցող հարցերով։ Իրանում ներքաղաքական կյանքը ապակայունացնելու փորձեր մի քանի տարի ավելի հաճախակի է արվում, չմոռանանք վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ այնտեղ ցույցեր են տեղի ունենում եւ այլն, որոնք որ արտաքինից բավականին մեծամասշտաբ են լինում, բայց ստացվում է այդ ցույցերը այսպես ճնշել։ Ինչ կարծիքի եք այս դեպքում, երբ որ ռազմական այսպես հակամարտության փուլ են մտել գործողությունները, կստացվի արդյոք այդ արտաքին ուժերին ներքին խռովությունները այսպես ավելի լայնամասշտաբ դարձնել, հանգեցնել իշխանափոխության, այսպես ասած իրանական քաղաքական ղեկավարության, հոգևոր ղեկավարության գլուխը խառնել ներքին հարցերով, թե Իրանը այդքան ուժ ունի եւ իրանցիներն էլ այնքան բնավոր կամք ունեն, որ չեն գնա այդ ամեն ինչի։ Նման փորձեր ես կասեի ոչ թե տարիներ շարունակ, այլ դարեր ի վեր փորձեր արվում են, Իրանը փորձում են պարակտել, որովհետև Իրան ասելով մենք պետք է միանգամից հասկանանք, որ խոսքը գնում է ոչ թե միատար ազգության մասին կամ միատար պետության մասին, այնտեղ կան կրոնական տարբեր խմբեր, այնտեղ կան ազգային տարբեր խմբեր, օրինակ ազգային փոքրամասնություններ են հանդիսանում ադրբեջանախոս իրանցիները կամ քրդախոս իրանցիները կամ բելուջիները, տարբեր այլ տասնյակ այլ էթնիկ խմբավորումներ կան, բոլորը միասին հենց ձևավորում են այդ իրանական ազգությունը եւ իրանական պետությունը։ Իհարկե փորձեր արվել են տարբեր ուժերի կողմից ներսից պարակտել Իրանը, ավելին ես կարող եմ բերել օրինակ, երբ որ 20-րդ դարի կեսերին Խորհրդային Միությանը հաջողվել էր այդ հեղափոխական, հետհեղափոխական գաղափարները տարածել Իրանի հյուսիսային մարզերում եւ այնտեղ ձևավորվել էին կարճ ժամանակով ձևավորվել էին քրդական եւ ադրբեջանական պետություններ, բայց դա երկարատև չեղավ, այսինքն ինչ որ տարիներ դա տևեց, կարճ ժամանակ տևեց, բայց հետագայում Իրանը նորից վերադարձրեց իր վերահսկողությունը այդ նահանգների ուղղությամբ, այսինքն փորձերը միշտ էլ արվել են, բայց դժվար է ասել, թե կհաջողվի այդ պետություններին պարակտել Իրանը ներսից, որովհետև այսպես ռմբակոծություններ հասցնելով, օդային հարվածներ հասցնելով, տեղեկատվական այդ պրոպագանդան հակաիրանական իրականացնելով, դա չի կարող հաջողել նրան, չի կարող հանգեցնել նրան, որ Իրանը ներսից պարակտի։ Որպես Իրանի նման պետությունը ներսից պարակտի, պետք է նաև ցամաքային ռազմական օպերացիաներ իրականացվեն այդ ուժերի կողմից։ Ինչը մենք օրինակ տեսանք 2000-ականների սկզբերում Իրաքում, երբ որ այդ ցամաքային օպերացիայից հետո Միացյալ Նահանգների կողմից եւ մի շարք այլ պետությունների կողմից Իրաքը փաստացի պարակվեց, իսկապես մի քանի պետությունների, իհարկե որպես ընդհանուր սուբյեկտ ինքը հիմա պահպանվում է Իրաքի հանրապետություն, բայց ներսից այն պարակված է, կան քրդական նահանգներ, կան շիաների նահանգներ, սունիների նահանգներ, հիմա նույնը ուզում են իրականացնել Իրանում, բայց եթե դու ցամաքային օպերացիաներ ռազմական չես անում,
դրան հասնելը ես կարծում եմ շատ քիչ է հավանականությունը։ Դուք նշեցիք, որ տեղեկատվական պատերազմ է տեղի ունենում, կարծեք թե մեր օրերում եւ ժամանակակից տեխնիկայի պայմաններում տեղեկատվական պատերազմն էլ լուրջ ազդեցություն ունի։ Ոնց որ կարծեք թե իրանական կողմը մի քիչ ավելի զուսպ է իր տեղեկատվության տարածման հարցում, քան իսրայելականը կարծեք թե այսպես անդադիր ուժը ցույց տալով փորձում է ճնշում գործադրել։ Ինչ կասեք, դաշտում ինչ վիճակ է եւ արդյոք իրականում կողմերը ներկայացնում են այն, ինչ իրականում կա։ Շատ հաճախ պատերազմներում հենց այդպես է լինում, որ կողմերը չեն ներկայացնում իրականությունը, կողմերը ներկայացնում են այն, ինչ ցանկալի է, որ միջազգային հանրությունը տեսնի։ Հիմա տեսեք, եթե մենք դիտարկենք միայն պրո-իսրայելական ռեսուրսները, ապա մեզ մոտ կարող է տպավորություն ստեղծվի, որ Իրանը իսկապես ինչ որ տերորիստական հանրապետությունն է, որը բնակչության ուղղությամբ հարվածներ է հասցնում, բայց եթե միաժամանակ մենք դիտարկենք օրինակ միայն իրանական ռեսուրսները, հակառակ պատկերը կստեղծվեն, որ հենց այսօրվա Իսրայելի ղեկավարությունն է տերորիստական ցեղասպանություն է իրականացնում Պաղեստինում եւ այդ ցեղասպան քաղաքականությունը փորձում է ամբողջ տարածաշրջանում տարածել։ Մենք պետք է փորձենք, որպեսզի այդ օբյեկտիվիզմը պահպանենք եւ ճիշտ գնահատականներ տանք այս իրականությանը, որը հիմա ստեղծվել է մեր շուրջ, պետք է բոլոր ռեսուրսները ուսումնասիրենք առաջին հերթին, որպեսզի մոտավորապես հասկանանք այդ միջին իրականությունը ինչու է գտնվում։ Նրանում, ինչպես ես նշեցի, որ Իսրայելի համար Իրանը հանդիսանում է որպես էգզիստենցիալ վտանգ, որովհետև Իրանը ունի ռեսուրսներ միավորել տարբեր խմբակցություններին եւ նաեւ պետություններին եւ այդ ներուժը օգտագործել Իսրայելի դեմ, որպեսզի կանգ առնի Իսրայելային քաղաքականությունը, որ այսօր վարում է սեկտոր Գազայում, Պաղեստինում եւ ամբողջ տարածաշրջանում, իսկ հակառակը Իրանի համար Իսրայելը հանդիսանում է որպես գաղափարական հակառակորդ, որովհետև Իրանում կարծում են, որ այն գաղափարները, որը տարածում է Իսրայելը, իրենք վտանգավոր են տարածաշրջանի անվտանգության համար եւ Իրանի ներքաղաքական անվտանգության համար։ Ինչն է շատ հետաքրքիր, ինչը կողմերը ցույց չեն տալի մեզ, այն է, որ ինչպես Իրանում ներքաղաքական հարցեր կան, այսինքն դժգոհություն կա եւ առաջին տարին չի, որ այդ դժգոհությունը կա իշխանությունների նկատմամբ եւ հիմնականում դա ոչ միայն այն կրոնական ազդեցությունն է, ճնշումն է, որը արկա է Իրանում եւ որոշ մարդիկ ուզում են այդ մի քիչ ազատություն լինի, այդ կրոնական ճնշումը չլինի, այլև քաղաքական այդ ճնշումը կա, բայց միևնույն ժամանակ պետք է նշենք, որ Իսրայելում եւս ներքաղաքական խնդիրներ կան եւ առաջին տարին չի, որ այնտեղ մեծ թվով բողոքի ակցիաներ են տեղի ունենում գործող իշխանությունների դեմ, վարչապետ Բենյամին Նետանյահուի դեմ եւ կոչեր են հնչում, որ արտահերթ պարլամենտական ընտրություններ տեղի ունենան, իսկ Բենյամին Նետանյահուն հրաժարական տա։ Այսինքն երկու պետություններն էլ ունեն նաեւ ներքաղաքական խնդիրներ, բայց երկուսն էլ իհարկե սա փորձում են թաքցնել միջազգային հանրությունից եւ իհարկե իրենց քաղաքացիներից նաեւ։ Շատ հետաքրքիր դիտարկումներ էին նաև վերջերս անում գործակալական խմբերի հետ կապված, ասում են, որ հենց առաջին հարվածը Իրանին հասցվեց հենց Իրանի ներսից։ Արդյոք այդքան ուժեղ է իսրայելական հետախուզությունը, որ կարող է տարիներ շարունակ ասենք թե այնտեղ անօթաչու թռչող սարքեր արտադրել, գործակալներ պատրաստել եւ այլն, ավելին ասեմ ռազմաբազա, այսպես ասած, ունենալ, որտեղից կարող է հարված հասցնել։ Արդյոք իրանական հետախուզությունը կաղում է այս հարցում։ Եվ բացի դրանից շատ զարմանալի է նաև, որ շարքային քաղաքացիներն էլ անդադ այդ հարցը քննարկում են, ինչպես է ստացվում մի քանի օրում բավականին բարձրաստիճան զինվորականների սպանեցին, ինչը մեզ համար խորթ է, թվում է թե պետք է նման դեպքերում առավել եւս այդ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը մի քանի անգամ բազմապատկվի, որպեսզի չգլխատվի բանակը։ Չնայած չեմ կարծում, որ Իրանը չունենա փոխարինողներ, հաստատ իրենք այդ տարբերակները մտածել են փոխարինողների, բայց այնուամենայնիվ Տեսեք, ինչ վերաբերվում է այդ վնասներին, որ հասցվել է Իսրայելի կողմից Իրանին, խոսքը գնում է մարկային ռեսուրսների վնասների մասին, իհարկե դա մենք բոլորս էլ տեսնում ենք, բավականին մեծ վնաս է հասցրել, բայց այնուամենայնիվ ես նույնպես կարծում եմ, որ կադրային խնդիր Իրանը չունի։ Ընդհակառակը սերնդափոխություն տեղի ունեցավ, այնտեղ ավելի երիտասարդ սերունդի ներկայացուցիչներ այսօր եկան։ Իդեպ Եթե Իսրայելում կարծում են, որ սա կարող է հանգեցնել ներքաղաքական ինչ-որ խնդիրների, ապա հակառակ էֆեկտը կարող է տեղի ունենալ, այսինքն կգան նոր կադրեր, երիտասարդ կադրեր, ովքեր ավելի ռադիկալ հայացքներով են լինելու, ինչը ավելի մեծ վտանգներ է ստեղծելու Իսրայելի համար։ Այստեղ գուցե այդքան էլ ճիշտ չէր այն գնահատականները, որ իրենք ունեն
ինչպիսի իրավիճակ կարող է ստեղծվել Իրանում, եթե նմանատիպ հարվածներ հասցվեն։ Ինչ վերաբերվում է Իսրայելի ուժին, հետախուզական ուժին, իհարկե որևէ մեկի համար գաղտնիք չի, որ Իսրայելը տիրապետում է տարբեր մեխանիզմների եւ ունի մեծ հնարավորություններ հետախուզության մեջ, բայց այստեղ մենք պետք է նաեւ հաշվի առնենք, որ Իսրայելը միայնակ չի այս ոլորտում։ Իսրայելին օժանդակում են եւ օգնում են տարբեր պետություններ, ովքեր շատ զարգացած եւ արդիական հետախուզություն ունեն, նույն Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, մի շարք եվրոպական պետություններ, իհարկե, եթե նմանատիպ ներուժ կա հետախուզության մեջ, ապա Իսրայելը տարբեր տվյալների կարող է տիրանալ եւ այդ տվյալները օգտագործել այս ռազմական գործողությունների մեջ։ Իրանի պարագայում եւս ռեսուրսներ Իրանը տիրապետում է այդ ռեսուրսներին ամբողջ տարածաշրջանում եւ նաեւ նույն Իսրայելում, որովհետեւ Իսրայելի մոտարապես 40-45%-ը դա մահմեդական բնակչություն է։ Իսկ այդ մահմեդական բնակչությանը երբեմն կարող են իրանցիները տարածելով տարբեր գաղափարներ օգտագործել նաև իրենց հետախուզության համար եւ վստահ եմ, որ դա իրականացում է։ Ուղղակի այս պարագայում կարծում եմ, որպեսզի ներքաղաքական այդ խնդիրները չառաջանան, Իրանի իշխանությունները դեմոնստրատիվ են իրականացնում այդ օպերացիաները, երբ որ ձերբակալում են մարդկանց եւ իրենց մեղադրանքներ են հնչում իրենց նկատմամբ, որ իրենք հետախուզությամբ են զբաղվել, սա ես կարծում եմ դեմոնստրատիվ է արվում, որպեսզի բնակչության այն հատվածին, որը կարող է դուրս գալ, ինչ որ բողոքի ակցիաներ սկսել, այդ ներքաղաքական խնդիրներ առաջացնել, նույն ազգային փոքրամասնությունները դա կարող են անել, հիմա դեմոնստրատիվ այս քայլերը տեսնելով իշխանությունների կողմից, իրենք արդեն ոչ թե մեկ անգամ, այլ 7 անգամ կմտածեն, արդյոք արժե դուրս գալ ինչ որ գործողություններ սկսեն այս իրավիճակում, թե դա կարող է շատ մեծ խնդիրներ առաջացնել հենց այդ մարդկանց համար, ովքեր դուրս կգան։ Իդեպ նույնն է տեղի ունենում Իսրայելում, ուղղակի Իսրայելում երբեմն դեմոնստրատիվ կալությունները տեղի ունենում, բայց այդ դեմոնստրատիվ երևի այս պարագայում կարիքը դերևս չկա, բայց երբ որ կարիքը լինի, վստահեցնում եմ, որ իրենք էլ շատ դեմոնստրատիվ նկարահանումները կիրականացնեն, թե ինչպես են ձերբակալում տարբեր խմբավորություններ, ովքեր իբրև աշխատում էին Իրանի համար եւ ցույց են տալիս, թե ինչպես եւ ուր հարվածները հասցնեն։ Չնայած հաշվի առնելով, որ Իրանը բազմաէթնիկ է, այսպես ասած, մի քիչ դժվար է երևի թե այդ վերահսկողությունը սահմանելը, գանք մեր հարևան երկրներին, վերջապես հասնենք այստեղ այսպես ձեռքերը տաքացնողներին։ Դուք ասացիք, որ շատ հավանական է, որ ադրբեջանցիները, այնտեղ բնակվող քրդերը, այնտեղ բնակվող փորձեն իրավիճակից օգտվել եւ անկախացման այսպես փորձեր անել, կամ էլ միանալ իրենց հայրենիքին նմանատիպ ինչ որ, չնայած քրդերը չունեն այսպես պետականություն, եւ այնուամենայնիվ ինչ որ բաներ գուցեև տեղի ունենան։ Այս առումով խոսենք Ադրբեջանից նախ։ Ադրբեջանը բոլորս էլ գիտենք, որ Իսրայելի այսպես գործընկերն է։ Նույնիսկ խոսակցներ կային, որ օկուպացված տարածքներում իսրայելական ռազմաբազաներ կան տեղակայված, իհարկե ես չգիտեմ դա որքանով են հավաստի այդ տեղեկությունները, բայց այս դեպքում Իրան-Ադրբեջան հարաբերությունները նման իրավիճակում այսպես դիրքորոշում ունենալու ինչպիսին կարող են լինել, ինչի կարող են բերել ի վերջո, եթե իրավիճակը ավելի սրվի, գուցե այսպես ասած, եթե կան իհարկե այդ ռազմաբազաները սկսեն գործի դնել, այդքում նաև չի բացառում Իրանը հարված կհասնի Ադրբեջանի տարածքին։ Կան նման մտավախություններ, հետո արդեն Թուրքիայի մասով կառանձնացնեմ, Ադրբեջանի մասով խոսենք։ Ադրբեջան-Իրան հարաբերությունները վերջին տարիներում մենք տեսնում ենք, որ լարված են, չնայած որ երկու կողմերն էլ փորձում են ինչ-որ տնտեսական ծրագրեր զարգացնել, փորձում են դիվանագիտական մեթոդները կիրառել, որպեսզի կարգավորել հարաբերությունները միմյանց հետ, բայց այնուամենայնիվ չնայած որ այդ շփումը կա պետությունների միջև, ընդհանուր միջև ղեկավարությանը, Փեզիշքյան, Ալի, նաև հանդիպումներ են տեղի ունեցել, այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ խնդիրները առկա են եւ այդ խնդիրները հիմնականում կապված են նրա հետ, որ Ադրբեջանը շատ խորացված հարաբերություններ ունի Իսրայելի հետ։ Իսկ Իսրայելը մեր տարածաշրջանում Իրանի համար գլխավոր վտանգն է հանդիսանում, գլխավոր թշնամի պետությունն է հանդիսանում եւ իհարկե այս պարագայում երբ որ քո հարևան պետությունը խորացնում է իր հարաբերությունները տարբեր ոլորտներում է խորացնում, ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմական ոլորտում, տեխնոլոգիաների ոլորտում խորացնում է հարաբերությունները Իսրայելի հետ,
սա Իրանում դիտարկվում է որպես սպառնալիք, որպես վտանգ, ռիսկեր եւ Իրանը փորձում է հակադարձել այս վտանգներին, քայլեր է իրականացնում, որոնք Ադրբեջանում դիտարկվում են եւս որպես վտանգ եւ այս պարագայում ստեղծվում է մի իրավիճակ, որ երկու պետությունների միջև լարված հարաբերություններն են պահպանվում, այն ինչ վերաբերում է էթնիկ փոքրամասնություններ, ազգային, իհարկե Իրանում բնակվում են ադրբեջանախոս իրանցիներ, այնտեղ գիտեք շատ խոցելի թեմա է սա իրականում, չնայած որ թուրքերն ու ադրբեջանցիները սա փորձում են օգտագործել որպես թուրքական գործոն, որ կարող է կիրառվել Իրանի դեմ, սա փորձում են ներկայացնել որպես իրենց մտերիմ ազգություն, որը ապրում է Իրանում եւ ցանկանում է անկախանալ, իրականում եթե մենք ուսումնասիրենք այս բնակչության պատմական տեսանկյունից, գենոֆոնդի տեսանկյունից, նաև DNK-ի ուսումնասիրություններ իրականացվեն, ապա մենք տեսնում ենք, որ իրականում Իրանի ադրբեջանցիները այդքան էլ մոտ չեն էթնիկ առումով Ադրբեջանի ադրբեջանցիներին, ես էլ չեմ խոսում նրա մասին, որ Իրանի ադրբեջանցիները կրոնի տեսանկյունից ավելի հավատարիմ են շիիզմին, քան Ադրբեջանի ադրբեջանցիները, որտեղ եւս հիմնականում շիա բնակչություն է ապրում, բայց վերջին այս տասնամյակների ընթացքում այնտեղ այդպես կոչված սունիտիզացիայի գործընթաց է տեղի ունենում, որովհետեւ Ադրբեջանը փորձում է իր հարաբերությունները ավելի մտերացնել Թուրքիայի հետ։ Իսկ Թուրքիան դա սունի պետություն է եւ դժվար է պատկերացնել, որ մեկը սունի է, մեկը շիա պետություն է եւ ժողովուրդների միջև այդ խորացված հարաբերություններ տեղի ունենան, նամանավանդ որ իրենք խոսում են այդպես կոչված թյուրանական աշխարհի մասին, երկու պետություն, մեկ ազգ, գաղափարների մասին եւ այս իրավիճակում իհարկե իրենք փորձում են ավելի շատ նմանվել Թուրքիային։ Այդ գործընթացները տասնյակ տարիներ շարունակ աշխատում են Ադրբեջանում։ Այսինքն Իրանի ադրբեջանցիները եւ Ադրբեջանի ադրբեջանցիները հերո են իրարից։ Եվ ես վստահ եմ, որ գիտեք, եթե ստեղծվի նման իրավիճակ, որ Իրանի ադրբեջանցիները անկախանան, ստեղծեն իրենց սուվերեն պետությունը, ապա ինձ համար խիստ կասկածելի է, որ Ադրբեջանի իշխանությունները կցանկանան, որ այդ Ադրբեջանը միավորվի այսօրվա Ադրբեջանի հետ, որովհետև կոպիտ ասած կուլ կտա Իրանի Ադրբեջանը այսօրվա Ադրբեջանին, որովհետև նախ բնակչության տեսանկյունից շատ ավելի քիչ է Ադրբեջանի ադրբեջանցիները եւ երկրորդ տեսանկյունից կրոնական ուղղակի այդ մարդիկ ավելի հավատացյալ են, իրենք փորձեն եւս գուցե կառուցել կրոնական պետություն, իսլամական Ադրբեջանի հանրապետություն, ինչը ձեռնտու չի այսօրվա ադրբեջանցիներին եւ երրորդը իշխանության պայքար կգնա, իսկ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում 90-ականներից ի վեր այդ պայքարը գնում էր ինչ որ ժամանակ, Արցախյան պատերազմից հետո կարծես այնտեղ հայտնվեց մի քաղաքական գործիչ, այսօրվա Իլհամ Ալիևի հայրը Հեյդար Ալիևը, որը իր ընտանիքը կապեց իշխանության հետ եւ մինչ օրս մենք տեսնում ենք, որ նույն սերունդ գնալով շարունակվում է այնտեղ, այսինքն այդ իշխանության պայքարները ձեռնտու չի։ 3 առնվազն 3 պատճառ կա, որ այսօրվա Ադրբեջանը չի ցանկանա, որ անկախ ինչ որ նոր Ադրբեջան պետություն հայտնվի, որը կարող է իրեն ուղղակի քաշել իր մեջ եւ ընդհանուր պետություն ստեղծել, որտեղ Իլհամ Ալիևի իշխանությունը կամ Փաշաևների իշխանությունը այլևս գոյություն չի ունենա։ Բայց նաև պետք է ստեղ, գիտեք, հետաքրքիր է, որ մենք Իրանի կողմից է, որ կարող են էթնիկ խմբավորումներ անկախ պետություն ստեղծել, բայց նաև պետք է դիտարկենք Ադրբեջանի կողմից, չէ՞ որ Ադրբեջանում էլ օրինակ բնակվում են թաթ ժողովուրդը, թալիշներ ժողովուրդը, որ ովքեր շատ մտերիմ են իրանցիներին, եւ եթե նման քայլեր իրականացնի Ադրբեջանը Իրանի ուղղությամբ, ապա Իրանը ունի հնարավորություններ հակադարձի այդ քայլերին եւ հենց Ադրբեջանում ձևավորի անկախ այլ պետություններ։ Իդեպ 90-ականներին, երբ որ Արցախյան պատերազմն է տեղի ունենում, այդպիսի փորձեր իրականացվել են եւ կարճ ժամանակ Տաղիս Մուղամի հանրապետությունն էր նաեւ ձևավորվել։ Դրա համար եթե նման փորձ եղել է, կարող են եւս մեկ անգամ կրկնել։ Իսկ Ադրբեջանը այս բարեկայում չի ներխուժի այս պատերազմի մեջ, գուցե Ադրբեջանը սպասի միջև այդ վերջին этаպին, երբ որ արդեն քաղաքացիական պատերազմ հանգարցակի լինի Իրանում, երբ որ Իրանը արդեն սկսի պառակտել եւ այդ իրավիճակում արդեն այդ վերջի փուլում Ադրբեջանը փորձի ներքաշվել պատերազմի մեջ, որ ինչ որ շահի համար են, ինչ որ բան վերցնի իր համար։
Իսկ ռազմաբազաների մասով տեղեկությունները որքանով են հավաստի, դուք հանդիպել եք նման հավաստի տեղեկությունների, որ Իսրայելը բազաներ ունի Ադրբեջանի տարածքում։ Նման տեղեկատվություններ կան եւ դա տարածվում է ոչ միայն Հայաստանի հայկական փորձագիտական շրջանակների կողմից, այլ նաեւ այլ երկրների փորձագետների կողմից, Ռուսաստանի կողմից, ես օրինակ այդպիսի տեղեկատվությունների ծանոթ եմ, Իրանի կողմից նման տեղեկատվություններ կան։ Ի վերջո նաեւ Իսրայելում կան որոշ փորձագետներ, ովքեր խոսում են նրա մասին, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո այդտեղ որոշ տարածքներում, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ, Արցախի հանրապետության, այնտեղ բազաներ, ռազմաբազաներ են ձևավորել, որոնք օգտագործում են Իրանի դեմ։ Այնտեղ հետախուզական ինչ-որ գործողություններ են իրականացնում, այլ գործողություններ, որոնք ուղղված են Իրանի դեմ, բայց որքանով են այդ տեղեկատվությունները համապատասխանում իրականությանը, անկեղծ ասած դժվար է ասել, որովհետև մենք ցավոք չունենք հնարավորություն իրականացնենք մոնիտորինգ այդ տարածքներում եւ հստակ տեղեկատվություններին ծանոթանալ, բայց այնուամենայնիվ պետք է նման տեղեկատվություններ եւ իրենք ոչ միայն հայկական փորձագիտական շրջանակների կողմից են նշվում, այլ պետությունների կողմից։ Նույնիսկ ժամանակին խոսում էին, որ ահաբեկիչներ կան այդ հատվածներում, օկուպացված, բայց ես չգիտեմ Իրանը որքանով կարող էր այսքան ժամանակ կարող էր արդյոք հանդուրժել նրանց ներկայությունը իր սահմանին։ Ահաբեկիչների պահով արդեն ավելի հստակ է, սրա մասին կարող ենք հստակ նշել, որովհետև 2020 թվականի պատերազմի ժամանակ Արցախյան Թուրքիայի օժանդակությամբ եւ Թուրքիայի միջոցով այդ ահաբեկիչները եւ անգամ այդ խմբավորումների անուններն են հայտնի, թե որ խմբավորումներն են ներկայացնում, իրենք Սիրիայի տարածքից եւ նաեւ ինչ որ չափով Իրաքի եւ Պակիստանի տարածքներից Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից պատերազմել են Արցախի հանրապետության դեմ։ Այսինքն սա փաստ է, իդեպ որի մասին բարձր մակարդակով խոսվել է Ռուսաստանի Դաշնության կողմից 2020 թվականին, Ֆրանսիայի կողմից եւ մի շարք այլ պետությունները եւս խոսել են դրա մասին, որ ահաբեկիչներ կան տարածաշրջանում եւ դա լուրջ սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար։ Այն որ Իրանը հանդուրժեց, սա իհարկե ցավալի իրողություն է, որովհետեւ մենք 2020 թվականին հենց պատերազմի ժամանակ եւս բարձրաձայնել ենք, որ եթե Ադրբեջանին հաջողվի օկուպացնել Արցախը, ապա հետագայում սա արդեն օգտագործվելու է նաև ռիսկեր են առաջանալու Ռուսաստանի համար, Իրանի համար, Չինաստանի համար, որովհետև այդ երեք պետություններում կա թուրքական գործոն։ Հիմա եթե կա թուրքական գործոն, մենք պետք է դիտարկենք ում կողմից սա կարող է օգտագործվել։ Ունենք Ադրբեջան, Ադրբեջանի հետևում կանգնած է Թուրքիան, Թուրքիայում տարածաշրջանում սատարում է Մեծ Բրիտանիան, Մեծ Բրիտանիան է կանգնած նաև թուրքական աշխարհ ստեղծելու գաղափարի հետևում, պատճառը ինչու է եւս շատ հայտնի է, որ այդ հիմնական պետությունները Եվրասիական, Չինաստան, Ռուսաստան, Իրան, ինչ որ չափով նաև Հնդկաստանը, ովքեր ձգտում են ձևավորել նոր աշխարհակարգ, ավելի արդար աշխարհակարգ, որը այս պահին գտնվում է Միացյալ Նահանգների, որոշ եվրոպական պետությունների եւ Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ, այսինքն իհարկե իրենց համար ձեռնտու չի, որ այսօրվա աշխարհակարգը փլուզվի, նոր աշխարհակարգ առաջանա։ Դրա համար իրենք օգտագործում են տարբեր գործոններ, այդ թվում նաև թուրքական գործոնը, որպեսզի վնաս հասցնեն այս իմ կողմից 3 նշված պետություններին եւ Արցախից հետո մենք սա նշում էինք անընդհատ, որ Արցախից հետո ավելի ուժեղանալու են Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը Կովկասյան տարածաշրջանում, իսկ Կովկասյան տարածաշրջանը հենց կենտրոնն է հանդիսանում այս ծրագրերը իրականացնելու գործընթացում, որովհետեւ Կովկասյան տարածաշրջանը ունի ընդհանուր սահման Ռուսաստանի հետ, ունի ընդհանուր սահման Իրանի հետ եւ եթե այս երկու պետությունների դեմ հաջողվի իրականացնել այն ծրագիրը, ինչի մասին ես քիչ առաջ նշեցի, ապա հետագայում արդեն կենտրոնական Ասիայի միջոցով հարված է հասցրվելու նաև Չինաստանին։ Թուրքիայի մասին խոսենք, Թուրքիան, ինչպես գիտենք, դիվանագիտորեն այսպես փորձում է առայժմ սպասողական դիրքում է, չնայած Ատրպատականի մասին խոսակցություններ կան, որ ինքը կսպասի իրավիճակին եւ գուցե արդեն խոսակցություններ լինեն Ատրպատականը վերցնելու ձեր ասած թուրքական թուրանական մեծ թուրանի երազանքը իրականացնելու համար Թուրքիան ճիշտ է Իսրայելին քննադատում է բացահայտ, բայց Իրանի կողմից էլ չէ կարծեք թե ինչ կասեք այս առումով Էրդողանը կրկին մանևրում է շատ այսպես վարպետորեն, ինչի դա կբերի, եթե այսպես հանդարտվի։
կամ հակառակը Էրդողանը, ավելի եթե անկես խոսենք, Էրդողանը Թուրքիայի համար երևի վերջին տասնամյակների ընթացքում, եթե ոչ ավելին, լավագույն ղեկավարն է իշխանության, որը շատ ճկուն քաղաքականություն է վարում, շատ մեծ փորձ ունի, ունակություններ ունի այդ դիվանագիտության մեջ, քաղաքականության մեջ, ի վերջո հոտարություն նաև ունի, զգում է թե քամին դեպի ուր է տանում եւ ինչպես է պետք աշխատել, նույն տեսեք ռուս-ուկրաինական պատերազմում, այս կոնֆլիկտում ինչպիսի քաղաքականություն է վարում Թուրքիան, որ միաժամանակ համ Ռուսաստանին է օժանդակում, համ Ուկրաինային է օժանդակում եւ ի վերջո նաև հանդիսանում է որպես պլատֆորմ խաղաղության հասնելու համար։ Նման քաղաքականություն Իհարկե, նման քաղաքականություն վարելու համար պետք է շատ մեծ ունակություններ քաղաքականության մեջ ունենաս, փորձ շատ մեծ պետք է ունենաս եւ ի վերջո պետք է այդ հոտարությունը ունենաս, որ հասկանաս քամին ուր է տանում։ Եվ կարծում եմ իրանական այս Իրան-Իսրայել կոնֆլիկտում եւս դա կիրառվում է Էրդողանի կողմից, այսինքն ինքը մի կողմից ասում է, որ Իսրայելի դեմ է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում սեկտոր Գազայում, որ դա անթույլատրելի քաղաքականություն է, մյուս կողմից Ադրբեջանից Թուրքիայի տարածքով նավթն ու գազը շատ հանգիստ հասնում են դեպի Իսրայել եւ որևէ խոչընդոտ չի առաջանում այս գործընթացում, այսինքն տնտեսական կոլապս կարող էր Թուրքիայի միջոցով առաջացվել Իսրայելում, հատկապես այս ստեղծված իրավիճակում, երբ որ Իսրայելի համար շատ կարևոր է այդ էներգետիկ անվտանգությունը, Թուրքիան կարող է նպաստել նրան, որ վտանգ եւ ռիսկեր առաջացնել Իսրայելին, բայց դա չի արվում։ Եվ չի արվի, որովհետեւ տեսեք մի կողմից դա է անում, մյուս կողմից Իրանին է պաշտպանում եւ փորձում է այդ բալանսի քաղաքականությունը, բալանսավորված քաղաքականությունը պահպանել, միջև այն պահը, երբ որ տեսնի, թե ով է պարտվող կողմը եւ այդ պարտվող կողմին հավելյալ այդ հարվածը հասցնի, որպեսզի իր նաև շահերը հետապնդի այդ գործընթացների մեջ։ Այսինքն Թուրքիան դեռ կսպասի այնուամենայնիվ իրավիճակի զարգացմանը, այսպես ասած։ Թուրքիան դեռ կսպասի եւ ես գիտեք կարծում եմ, որ Թուրքիան առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ որ կոլապսի ենթարկվեց Օսմանյան կայսրությունը, իրենց պատմության մեջ դասեր քաղեցին։ Եվ հետագայում տեսեք երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ օրինակ Թուրքիան չէր մասնակցում, որպես նեյտրալ պետություն էր հանդիսանում։ 90-ականներում, երբ որ Արցախում պատերազմ էր տեղի ունենում եւ ակնհայտ էր, որ հայկական կողմը հաղթող է դուրս գալիս եւ գնալով ազատագրում են Թուրքիան ուղիղ արճակատման դուրս չեկավ։ Չնայած այնտեղ կային նաև այլ գործոններ, բայց այնուամենայնիվ, եթե ցանկանային, կներխուժեին պատերազմի մեջ, բայց ցանկացան, չներխուժեցին։ Այսինքն Թուրքիան դասեր է քաղել իր անցյալից։ Շատ կարևոր է նաև մեզ համար, որովհետև մենք էլ պետք է անպայման դասեր քաղենք մեր անցյալից։ Երբեմն ցավոք մենք դասերը չենք քաղում եւ շարունակում ենք նույն սխալները իրականացնել, ինչը հանգեցնում է նրան, որ մենք ունենում ենք ցավալի մարկային եւ տարածքային կորուստներ։ Այսօր նաև հրապարակում եղավ այն մասին ռեսուրսների կողմերի, արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ Իսրայելի պաշարները այդքան էլ անսպառ չեն եւ զինատեսակների արդեն սահմանափակումներ ունի, չնայած ճշգրիտ են նրա կիրառվող զինատեսակները, գուցեև ավելի էֆեկտիվ են, չեմ կարող ասել, ռազմական փորձագետ չեմ։ Ինչ կասեք այս առումով, ինչ որ մի պահ կողմերը գուցեև մանավանդ Իսրայելը, որ արդեն տևական ժամանակ է Գազային այսպես հողին է հավասարեցնում, բնականաբար ռեսուրսները անսահմանափակ չեն։ Կարող է, ինչ եք կարծում, կգա մի կետ, որ ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով Իսրայելը հետ կանգնի, կամ կողմերը ինչ որ դեպքում հետ կկանգնեն, եթե հարցս ընդհանրական ձևակերպելու լինեն։ Անշուշտ երկու կողմ ռեսուրսներ չունեն եւ այս պատերազմը, ինչպես ես նախորդ մեր եթերի ընթացքում եմ նշել ձեր գործընկերու հետ, սա չի կարող երկարատև պատերազմ լինել, եթե այս պատերազմում Իսրայելին չհաջողի ներքաշել այլ պետություններին եւ առաջին հերթին Միացյալ Նահանգներին, այլ եթե հաջողի ներքաշել այլ պետություններին, սա ցավոք սրտի կարող է հանգեցնել նրան, որ շատ ավելի գլոբալ պատերազմ կարող է տեղի ունենալ, նամանավանդ մենք պետք է հաշվի առնենք Ադրբեջանի կողմից ռիսկերը մեր ուղղությամբ, Պակիստանա-Իրան հնդկական խնդիրները, որոնք առկա են, Պաղեստինի հետ կապված խնդիրները, Լիբանան, Սիրիա, Իրաք, այսինքն ամբողջ տարածաշրջանը կարող է պայթել ուղղակի, եթե ներքաշվեն տարբեր գործողությունների մեջ, համար դա ցածր է մեզ հավանականությունը դրա համարում, բայց այնուամենայնիվ պետք է սա էլ հաշվի առնենք եւ նման սցենարներին պատրաստ լինենք։ Ես կարծում եմ, որ այս գործողությունները, որ հիմա տեղի են ունենում Իրանի եւ Իսրայելի միջեւ, իրենք այնուամենայնիվ երկարատև չեն լինելու։ Ես նշում եի, որ
օրեր կամ շաբաթներ տևեն եւ հիմա էլ մնում եմ նույն կարծիքի նամանավանդ եթե հաջողի օրինակ խոշոր պետություններին ներքաշվել այս գործընթացի մեջ որպես դիվանագիտական կողմ, այսինքն օրինակ Ռուսաստանն ու Չինաստանը աշխատեն Իրանի հետ, Միացյալ Նահանգները կամ մի շարք եվրոպական պետությունները աշխատեն Իսրայելի հետ եւ արաբական պետություններն էլ նաեւ հանդես գան որպես նեյտրալ կողմ, ապա գուցե հաջողի համոզել երկու կողմերին որ դադարեցնեն այս իրողությունը, իրադարձությունը, որովհետև սա վտանգավոր է, ինչպես նշեցի, ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Ի վերջո նորից եմ նշում, ռեսուրսներն էլ անսպառ չեն, ռեսուրսներն էլ վերջանում են եւ երկու կողմերի համար էլ պետք է այս ամեն ինչը վերջացնել այն փուլում, որտեղ իրենք երկուսն էլ կասեն մենք հաղթող դուրս եկանք։ Ի վերջո սա այսպես է լինելու, այն ինչ ամիսներ առաջ տեղի ունեցավ Հնդկաստան եւ Պակիստան այդ ռմբակոծությունների ժամանակ, երբ որ ընդամենը մեկ շաբաթ, եթե կարող եմ մի քանի օր ավել, մի քանի օր քիչ տևեցին այդ ռմբակոծությունները, հետո երկու կողմերն էլ հայտարարեցին, որ մենք հաղթող դուրս եկանք այս պատերազմում, հիմա հավանաբար եմ համարում, որ նույնը կարող է տեղի ունենալ Թեհրան, Թել Ավիվ հարաբերություններում։ Այո, որովհետև կողմերը այս դեպքում չեն զիջի, եթե Իրանը մինչև այս վերջին օրերին փորձում է ռազմական ինչ-որ բախման չգնալ, հիմա արդեն երբ որ կարծում եմ ռազմական բախման մեջ է մտել, Իրան այն պետությունը չէ, որ հետ կանգնի, կարծում եմ իրենք ամբողջ ներուժով, եթե պետք լինի, կշարունակեն գործողությունները։ Այս դեպքում, ինչպես դուք ասացիք, տարածաշրջանը կպայթի եւ որպես ամփոփում շատ հակիրճ, շատ վերջերս անդադ Սյունիքի մասին են կանխատեսումներ անում, ինչ է կարծում այս փուլում հնարավոր է ռազմական էսկալացիա լինի Սյունիքի տարածաշրջանում։ Էսկալացիայի հավանականությունը ինքը կա, պահպանվում է, որովհետեւ Ադրբեջանը ինքը չէ թաքցնում Ադրբեջանը եւ այդ հրետորիկան ագրեսիվ որ կա Հայաստանի ուղղությամբ իրենք պահպանում են արդեն բարձր մակարդակով չեն էլ թաքցնում խոսում են տարածքային նկրտումների մասին Հայաստանի Հանրապետության ուղղությամբ դրա համար մեզ համար շատ կարեւոր է որ մենք միշտ գոն լինենք միշտ պատրաստ լինենք նման սցենարին հիմա իր հավանականությունը կարող է ցածր լինել կարող է բարձր լինել կապված է դա տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից եւ կապված է նաեւ ներքաղաքական իրավիճակից ինչպես Հայաստանում այդպես էլ Ադրբեջանում բայց մեզ համար շատ կարեւոր է որ մենք միշտ զգոն լինենք ինքներս մեզ ապենք նրանով որ գնում ենք դեպի խաղաղությանը կամ հակառակը տեղի նաեւ չունենա որ պատերազմը եւ վերջ բայց մենք միշտ այդ զգոնությունը պահպանենք ուղղակի որ այսպիսի սցենարը հնարավոր է մենք դրան պետք է պատրաստ լինենք եւ մեր քայլերը հստակ իմանանք Սա է շատ կարևոր։ Եթե մենք այս սցենարին պատրաստ լինենք, մեր պետության անվտանգությունը կապահովենք եւ որևէ խնդիր չի լինի։ Բայց ինչ վերաբերում է Իրանում տեղի ունեցող գործընթացներից, ստե հումանիտար խնդիր կարող է առաջանալ եւ այդ հումանիտար խնդիրը ուղիղ կապ կունենա Սյունիքի մարզի հետ առաջին հերթին։ Մենք արդեն իսկ այսօր տեսնում ենք եւ ես մի քանի օր առաջ նաեւ դրա մասին բարձրացանել եմ, որ եթե այս պատերազմը շարունակական բնույթ կրի, ապա մենք կտեսնենք այդ հոսքը փախստականների, որը կուղևորվի հարավային Կովկաս, որովհետեւ Իրանի շուրջ այլ պետությունները որոնք են Իրաք, Քուվեյթ, Աֆղանստան, Թուրքմենստան եւ իհարկե նման պետություններ ունենալով հարևանության շուրջ Իրանում Իրանի քաղաքացիները կնախընտրեն ուղևորվել դեպի Ադրբեջան, դեպի Հայաստան, դեպի Վրաստան, որովհետեւ այնտեղից ավելի շատ է հավանականությունը, որ իրենց կհաջողվի հասնել Եվրոպա, Ռուսաստան կամ հենց այդ պետություններում իրենց անվտանգությունը կպահպանվի։ Դրա համար սա է մեզ համար այս պարագայում ամենամեծ ռիսկը, որ այդ փախստականների խնդիրը կա, մենք նաև սրան պետք է հիմիկվանից պատրաստ լինենք։ Ես տեսա, որ այդ հոսքը արդեն իսկ գնում է, արդեն իսկ Իրանից դեպի Հայաստան ուղևորվում են փախստականները, բայց դեռևս դա շատ քիչ հոսք է, փառք Աստծո քիչ է, բայց կտրուկորեն կարող է աճել, եթե այս պատերազմը լայնամասշտաբ պատերազմի անցնի։ Սրան մենք պետք է նաև պատրաստ լինենք այս հումանիտար խնդիրներին։ Շնորհակալ եմ շատ պարոն Հովհաննիսյան։ Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, այսօր մենք խոսեցինք Իրան-Իսրայել ռազմական հակամարտությունից, հնարավոր զարգացումներից, իսկ իմ հյուրը արևելագետ, միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանն էր, հաջողություն։